Բարի օր, այսօր տարվա առաջին հաղորդումն է, ուզում եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ նոր տարին, ցանկանում եմ բոլորին ապահով եւ երջանիկ կյանք եւ իհարկե կարեւորը խաղաղություն։ Նոր տարվա ծանր կերակուրներից հետո առաջարկում եմ առույգացնող մի ըմպելիք, որը կոչվում է տիբետյան բալզամ։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մեխակ, հիլ, մշկնկույզ, կոճապղպեղացած, կանաչ թեյ եւ սև թեյ։ Ասեմ, որ այս ըմպելիքը պատրաստելիս հարկավոր է հետևել հաջորդականությունը, այսինքն համեմունքների հաջորդականությանը։ Առաջին հերթին կաթսան հայտնվում է գազօջախին։ Լցնում ենք 1 լիտր եռացրած ջուր։ Եվ առաջին համեմունքները դա մեխակն է եւ հիլը։ Այն հարկավոր է տրորել հավանգի մեջ։ Այդ դուր փախչ։ Բույրերը բացվեցին եւ սա լցնում ենք ջրի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք կանաչ թեյը, նկատեք կանաչ թեյը ավելի երկար է, հարկավոր թրմել կանաչ թեյը եւ կոճապղպեղը։ Մեկ րոպե հետո կավելացնենք սև թեյը, այնուհետև մշկնկույզը։ Ծածկում ենք եւ անջատում գազօջախը։ 5 րոպե թրվելուց հետո հարկավոր է քամել եւ մատուցել։ Չեն ցանոլ կարելի է մատուցել։ Դժվար կերակուրներից հետո, որով մենք տանջել ենք մեր օրգանիզմը, հարկավոր է այսպիսի կազդուրող եւ առույգացնող ըմպելիք պատրաստեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Խնդրեմ, կարելի է մատուցել։ Տիբետյան բալզամ, մեխակ 10 հատ, հիլ 10 հատ, մշկնկույզ քերած վիճակում կես թեյի գթալ, 4 կոճապղպեղ կես թեյի գթալ, եթե թարմ եք վերցնում 1 թեյի գթալ, կանաչ թեյ 2 թեյի գթալ, սև թեյ 1 թեյի գթալ։ Պատրաստման եղանակը՝ կաթսայի մեջ 1 լիտր ջուր տաքացնել։ Այս ըմպելիքի մեջ համեմունքները որոշակի հերթականությամբ են ավելացվում եւ դա շատ կարեւոր է։ Մեխակն ու հիլը հավանգի մեջ տրորել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել կոճապղպեղը, կանաչ թեյը, եփել 1 րոպե, ապա ավելացնել սև թեյը, մի քիչ հետո ավելացնել մշկնկույզը։ Հենց եռա կրակն անջատել, թողնել 5 րոպե թրմվի, քամել, խմել առանց շաքարի եւ մեղրի։ Շարունակում ենք տոնական օրերին հոգնած ստամոքսի շտապ օգնությունը։ Առաջարկելու եմ թանապուր։ Միակ բանը, որ ասենք բաղադրատոմսով հարկավոր է չորաթան, մենք այն փոխարինում ենք քամած մածնով։ Ասեմ ինչ է անհրաժեշտ։ Քամած մածուն, նախապես խաշված ձավար, գլուխ սող,
համեմ, յուղ, ձու, ալյուր եւ աղ։ Սկսենք քամած մածունից։ Այն սկզբում հարկավոր է բացել սառը ջրով։ Գցում ենք քամած մածունը, կես բաժակ սառը ջուր, զգուշորեն առանց շտապելու սկսում ենք բացել։ Տեսեք մի փոքր բացվեց, այստեղ կարևոր է որպեսզի գնդեր չմնան, որից հետո ավելացնում ենք ևս կես բաժակ ջուր։ Վերջ համարենք, որ մածնի զանգվածը պատրաստ է։ Այնուհետև կաթսան հայտնվում է գազ օջախին։ Տեսնում եք նախապես խաշված ձավարը։ Իդեպ ասել էի մեկ անգամ, ևս մեկ անգամ կրկնեմ, ձավարը կարելի է կիսաերբ անել եւ հենց այդպես փակվող ամանով դնել սառցախցիկը, որպեսզի ժամանակ չկորցնենք ճաշատեսակը պատրաստելիս, այն շատ երկար է եփվում։ Ձավարը լցրեցինք, ձու ենք ջարդում, եւ ավելացնում ենք ալյուրը։ Կարելի է մոտ դնել, որպեսզի չտանջվենք, թե չէ։ Հեռու եմ այլ, անհասկանալի է։ Քիչ-քիչ ավելացնում ենք արդեն նախապես բացված մածնի զանգվածը։ Լավ խառնելուց հետո արդեն ավելացնում ենք տաք ջուրը, այսինքն եռացրած ջուրը։ Քիչ-քիչ ավելացնում ենք եւ առանց շտապելու։ Բայց գիտեք, ստամոքսը ծանրաբեռնելը այդքան հեշտ գործ է։ Չենք շտապում։ Հանգիստ, հանդարտ, խաղաղ, կարևորը խաղաղ։ Պատրաստում ենք թանապուրը։ Կարելի է իհարկե սա անել սառը ջրով, բայց մենք նախընտրեցինք եռացրած ջուր, որպեսզի արագ տեղի ունենա պրոցեսը։ Սա դնում ենք գազ օջախին, ուժեղ կրակի վրա, հասնում ենք մինչև եռման աստիճանի, որից հետո մարմանդ կրակի վրա կթողնենք, մինչ այդ դեռ գործ ունենք անելու։ Հիմա կարծում եմ կարելի է հենց դրանով էլ զբաղվել։ Պատրաստում ենք սոխերած։ Սա իհարկե հարկավոր է խառնել, սա դու վերցրու սկսի խառնել, մինչև եռալը հարկավոր է խառնել։ Իսկ ես սոխերածը պատրաստում։ Սոխերածը կպատրաստենք յուղով։ Յուղը հալվում է, մանր կտրատենք սոխը։
սոխարացնել։ Թող լինի։ Ժամանակ չենք կորցնում։ Մանր կտրատում ենք համեմը։ Սոխարացնել արդեն պատրաստ է։ Սկսեց եռալ։ Եռում է։ Ավելացնում ենք վրան։ Ապրես, ճիշտ է սանուր օգնում ես։ Խառներ։ Տեսնում ենք նաև համը, աղը, մոռացել ենք աղը, մոռացել ենք։ Չկարելի մոռանել աղը։ Եթե քիչ լինի աղը, դրից կարելի է ավելացնել, այսքանը բավական է։ Դուր և մարմանդ կրակի վրա եփում ենք ևս 5 րոպե։ Եվ վերջ։ Կարելի է սեղան հավաքել և նախապատրաստվել մատուցելուն։ Վերջ, պատրաստեք և վայելեք։ Բեռնաթափեք ձեր ստամոքսը։ Թանապուր, քամած մածուն 400 մլլ, սոխ 1-2 գլուխ, ձու 1 հատ, ալյուր 1 ճաշի գթալ, յուղ 2 ճաշի գթալ, խաշած ձավար 1 բաժակ և թարմ համեմ։ Պատրաստման եղանակը։ Քամած մածունը կես բաժակ սառը ջրով լավ հարել, ապա կես բաժակ էլ ջուր ավելացնել և այնքան հարել, մինչև համասեր կոկլիկ զանգված ստացվի։ Կաթսայի մեջ լցնել նախապես խաշած և ջրքամած ցորենը, վրան ալյուր և ձու ավելացնել, հարել, ապա լցնել արդեն ջրով բացած քամած մածունը, խառնել, որից հետո այս ծավալի ևս 2 չափով եռջուր լցնել, հարել։ Կաթսան դնել կրակին, խառնելով եփել, մինչև թանապուրը սկսի եռալ։ Կրակն իջեցնել, աղ անել, շարունակել եփել։ Յուղով սոխեռած անել, լցնել սպասի վրա, մանր կտրտած համեմ կամ չոր նանա, դաղձ, ցիտրոն ձեր ընտրությամբ ավելացնել։ Թանապուրը պատրաստ է։ Եվ վերջում առաջարկելու եմ էկզոտիկ համային համադրությամբ, այսինքն հարուստ համային համադրությամբ մի աղցան պատրաստել, որը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մառոլի տերևներ, կապույտ պանիր, կամ կարելի ասել ռոկֆոր, փռնչոր, թթվասեր, էկզոտիկ մրգեր պահածոյացված և մայոնեզ։ Կարելի է անմիջապես ջրքամել էկզոտիկ մրգերը և սեղանին է հայտնվում սիրելի ամանը։ Ահա, մատուցվող ամանը վերցնում ենք մառոլի տերևները, սպիտակ մասերը շերտատում ենք,
Իսկ արդեն կանաչ մասերը փռում ափսեի մեջ։ Շերտատած սպիտակ մասն էլ լցնում ենք կենտրոնական մասում, այսպես։ Կտրատում ենք կապույտ պանիրը, այսինքն ռոկֆորը։ Այսպես։ Այնուհետև ջրքանված, այսինքն հյութազրկված էկզոտիկ մրգերը լցնում ենք սիրելի ամանի մեջ, պատրաստում ենք սոուսը, որքան թթվասեր է, այնքան էլ մայոնեզ ենք լցնում։ Մայոնեզ մախիև, և այսպես լավ խառնելով լցնում մրգերի կտորների վրա։ Լավ խառնելուց հետո Վրան լցնում ենք կապույտ պանիրը։ Կապույտ պանիրը շատ պետք չի խառնել, որպեսզի չտարորվի։ Եվ զգուշորեն այսպես այս կողմ ենք տալիս, տակնու վրա ենք անում և լցնում մարուլի տերևների վրա։ Եվ վերջում վրան լցնում ենք փռնչոր։ Վերջ, կարելի է մատուցել։ Պանրով մրգային աղցան։ Պահածոյացված միրգ ցանկալի է էկզոտիկ, 1 տուփ, տարբեր տեսակի մրգերից։ Պանիր ռոկֆոր 100 գրամ, սերուցք 2 ճաշի գթալ անպայման բարձր յուղայնության, մայոնեզ 3 ճաշի գթալ, մարոլի տերևներ և փռնչոր ռուսերեն սուխարիկի 1 տուփ։ Պատրաստման եղանակը. էկզոտիկ մրգերի կոմպոտը ջրքամել, մարոլի տերևների սպիտակ մասը շերտատել, կանաչ մասերը դասավորել մատուցվող ափսեի եզրերով, իսկ շերտատած սպիտակ մասը լցնել հենց մեջտեղում։ Մրգերը լցնել թասի մեջ, վրան լցնել սերուցքի և մայոնեզի խառնուրդը, լավ խառնել, ավելացնել նաև կտրտած ռոկֆոր պանիրը։ Դրանից հետո հարկավոր է զգուշորեն խառնել։ Այս ամենը լցնել մարոլի տերևների վրա և վրան փռնչոր շաղ տալ։ Եվ վերջում հեշտ պատրաստվող աղցանների ցանկից եւս մեկ աղցան այն շատ սննդարար է, շատ համեղ, ասեմ ինչ է հարկավոր։ Դդում, խնձոր, չամիչ, նուշ, շաքարափոշի վանիլինով եւ թթվասեր, այսքանը։ Ինչ է հարկավոր անել, ասեմ ինչ է հարկավոր անել։ Հարկավոր է քերիչով անցկացնել դդումը։
սաքո բաժինը վերցրում, անցկացնում ենք նաև խնձորը, իհարկե հեռացնելով սերմաղութը, որից հետո նուշը մի փոքր ուղղակի ասենց դանակով անցնում ենք վրայով, շատ մանր չեմ կտրատում, որպեսզի ատամի տակ առնի։ Լցնում ենք չամիչը, շաքարափոշին վանիլինով և լավ խաղ։ Մեզ մնաց ընդամենը ավելացնել թթվասերը։ Վերջ սննդարար և շատ համեղ աղցանը պատրաստ է, տեսեք ինչ հեշտ էր, և արդեն կարելի է մատուցել։ Վերջ պատրաստեք և անուշ արեք, այդպես անուշ արեք։ Դդում կլպած 200 գրամ, խնձոր 1 հատ, չամիչ 1 ճաշի գթալ, նուշ 1 ճաշի գթալ, թթվասեր 2 ճաշի գթալ և վանիլինով շաքարափոշի 1-2 ճաշի գթալ։ Պատրաստման եղանակը. կլպած դդումը քերել, խնձորի սերմատուփը հեռացնել, քերել դդումի վրա, ավելացնել թեթևակի մանրացրած նուշը, չամիչը, վանիլինով շաքարափոշին, թթվասերը, խառնել, քաղցրաղցանը պատրաստ է։ Այսօր այսքանը և հատուկ այն մարդկանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խաշած ցորեն, ասել այն ժամանակ կարելի է կիսախաշ անել, դնել սառցախցիկ, այ դա հանում ենք, չամիչ, ծիրան, ծիրանաչիր, այսինքն ընկույզ, մեղր, նռան հատիկներ և դարչին։ Պատկերացնեք հիմա փորձեք ծիրան գտնել և իհարկե չմոռանաք բարձր տրամադրության մասին։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։